Երկրորդ անգամ արդեն խայտառակ պարտություն կրեցինք։ Մելիք Բեկյանը եւ մարզիչը ներողություն են խնդրել, սակայն վարչապետը նրանց հրաժարականը չի ուզում։ Ինչ կասեք։ Նախ սկզբից պիտի վարչապետը հրաժարական տա, հետո Մելիք Բեկյանը։ Մելիք Բեկյանին պահում հիմա վարչապետը։ Ես մի քանի օր առաջ ինչ որ ֆուտբոլի մրցույթ ա եղել Վովա Փաշինյանի 85-ամյակի կապակցությամբ։ Վովա Փաշինյանը ինչ կապ ունի ֆուտբոլի հետ, եթե Մելիք Բեկյան դու մրցույթ ես անցկացնում։ Մենք ունեցել ենք Զանազանյան, ունեցել ենք Նիկոլայ Ղազարյան, ունենք Էդվարդ Մարկարով, Բանդարենկո, Կավալենկո, դրանց համար մրցույթ անցկացրել։ Ինքը հետի արել է, որ ասի Նիկոլ, ոնց ուզում ես արա ինձ պահի, թե չէ արդեն հայ-հայ ես գնացել է, մնացել է վայ-վայ։ Պիտի երկուսով էլ հրաժարական տան, Հայաստանի Հանրապետության տենց ղեկավարներ պետք չեն։ Մեր ֆուտբոլը քանդեց հենց Մելիք Բեկյանը։ Բայց ինչ վիճակում էր մեր ֆուտբոլը մինչև Մելիք Բեկյանը եւ Մելիք Բեկյանից հետո։ Թող ով զբաղվում է ֆուտբոլով, հետ գնան, նայեն տեսնան, որ ղեկավարի օրոք Հայաստանի ֆուտբոլը ոնց է եղել։ Այսպիսի վիճակ չենք ունեցել մենք հայկական ֆուտբոլում։ Մեր հայկական ֆուտբոլը պլինտուսի մակարդակից ցածր է հիմա։ Որտեւ ամենքիրան ծանոթին բարեկամին ասում են այսօր պիտի ոչ թե ֆուտբոլ խաղացողը խաղա, այլ ում ասեմ նա պիտի խաղա։ Պիտի հրաժարական տան։ Նիկոլն էլ, Մելիք Բեկյանն էլ։ Այնքան բարդ հարց տվեցիք։ Վարչապետին հասցեք ինչի չի ընդունում։ Ուզում եք նրանց հրաժարականը։ Պրինցիպը ժամանակն է, դրանց չարթարացեց։ Իսկ ինչպես է կարծում, արդյոք Մելիք Բեկյանը մեղավոր է, որ մենք պարտություն ենք կրում։ Իհարկե չէ։ Իսկ ով է մեղավոր։ Մեղավորներ պետք չէ փնտրել։ Ավելի լավ մարզվեն, ավելի լավ խաղան։ Դրանց ավելի ինչ պետք է անեն։ Երևի լավ չեն մարզվում մեր սպորտսմեններն, ինչ ասեմ։ Այսինքն մտածում եք, որ Մելիք Բեկյանը եւ մարզիչը մեղավոր չեն։ Ճիշտ ասած, ես Մելիք Բեկյանին չգիտեմ, բայց սպորտը մնում է սպորտ, դա ֆիզիկական աշխատանք է։ Վարչապետն է կապ չունի, կարային եւ լավ խաղային։ Իմ կարծիքով ղեկավարը լավը չի, ամենաբարձր։ Փաշինյանն ինչ գիտոր ինչ է առաջարկի։ Ինչի պետք է Փաշինյանը նրանց հրաժարականը պահանջի։ Իսկ այդ դեպքում ինչ պետք է արվի։ Եթե դայում եք սպորտն ու քաղաքականությունը, դա բացարձակապես քաղաքականության հետ առնչվող հարց չի։ Այսինքն պահանջել Փաշինյանից ֆուտբոլի ֆեդերացիա, նույն հաջողությամբ կարող պահանջեք օրինակ խոկեյի ֆեդերացիայի նախագահի ազատումը։ Ինչ չենք պահանջում։ Արդեն երկրորդ անգամն է, չէ՞ որ պարտություն են կրում, ինչի է տեսա կապված այդ դեպքում։ Ինչի է դա կապում վարչապետի հետ, ինչի է դա կախված վարչապետից։ Սպորտը ինչի է կախված վարչապետից։ Երկրի ղեկավարը, բայց ամեն մի բնակավարում կան պատասխանատու ստորաբաժանումներ, որոնք պետք է պատասխանատվություն կրեն։ Օրինակ, սպորտի եւ մշակույթի նախարարություն, եթե չեմ սխալվում, այդ հարցը իրենց եղեք։ Ճիշտ չեմ ասում։ Համաձայն եմ, որ կարող է ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի մեղքը կա նույնիսկ կարող մարզիչի, ես չնայած ես ավելի շատ կապում եմ դա խաղացողների թերության հետ, որտեվ եթե չգիտեմ ֆուտբոլին հետևել եք, շատ բացական խաղ էին ցուցադրում, բայց պահանջել, որ նման վիճակներում վարչապետի մեղքն է դա, իմ կարծիքով դա սխալ է։ Ճիշտն ասած, եթե մի բանը լավ չի ստացվում, պետքա չարվի այդ կամ ճիշտ մոտեցում պարապեն փոքրուց, ես չգիտեմ, օրինակ ուրիշ սպորտաձևերում մեր մոտ ահագին հաջողություններ կան, քան իրանք կալարում են վազեն։ Ես սկզբից, երբ որ մեր մոտ էին խաղում, 15 րոպե նայելուց հետո հասկացա, որ իրանք չունեին պաշտպանություն, մերոնք։ Ալարում են, վազեն, պաշտպանեն, միգուցե իրանք պետք չի վճարել, կամ ես չեմ հասկանում, խայտառակ լինելը ազգի համար իրանք ներկայացնում են ազգը, որը պարտավոր են իմ հասկանալով սպորտամիջոցը ազգի ինչ-որ դեմքն է, ինչ-որ առավելությունը, իսկ ինչ-որ ես չեմ կարող ասել, ասենք մարզիչի հետ կապված, միջև այս մարզիչը կա ուրիշ մարզիչներ, որոնք
նույնպես պրոստը իրանք միգուցե իրանք չգիտեմ վճարելա հարկավոր ավելին որ վազեն, իրանք չեն ուզում վազեն, իրանք չեն ուզում իրանց պարտավորությունները անեն, ասենք, պաշտպանական գծում, մյուս գծում, ում որ ինչ որ ես տենց եմ հասկանում, ուղղակի չգիտեմ, ես 10 րոպեից ավել չնայեցի, ներվերս չհերիք ես ճիշտն ասած։ Իսկ ինչը մնում է Փաշինյանին, իմ կարծիքով ինքը ուղղակի գնաց, որովհետև Վրաստանն էր եկել, երբ որ մեր մոտ էր, ասենք, բանը, ինքը ինձ թվում է դրա ուղղակի այդ պահով գնաց, ես չէի գնա օրինակ իր տեղը, որտեղ ես գիտեի, որ սենց վերջաբան էր ունենալու։ Գյանը ֆեդերացիայի նախագահն է։ Իր հրաժարականը պետք է պահանջի անպայման։ Լրիվ Իրանից է գալիս։ Լրիվ ֆեդերացիայից է գալիս։ Դες Մխիթարյանը չի խաղում։ Այն երկու դրսից եկողները ոնց էր ազգանուն են տղու են Ռուսաստան, որ Պերցյանը չի խաղում։ Ստեղ մթնոլորտը այն չի, դրա համար չեն խաղում իրանք։ Իբր հիվանդ են, բան են, ընտանեկան պայմաններն ա վատ, ուղղակի չեն խաղում։ Ստեղ նենց են սարքել, որ իրանք չխաղան։ Էդ է պատճառը, ես էդ եմ գտնում։ Դրա համար հարկավոր է ֆեդերացիայի նախագահին անպայման հեռացնել։ Ճիշտ ասած ես տենց ֆուտբոլից տեղյակ չեմ, բայց ինչ մնա Նիկոլ Փաշինյանին ես դժգոհ եմ իրանից, այդքանը կարող եմ ասել։ Ես որ առհասարակ ֆուտբոլ չեմ սիրում, բայց սրանից հետո առհասարակ էլ չեմ էլ նայ, որտեվ շատ հիասթափվեցի։ Դե արդեն հույսերս էլ Նիկոլի հետ չեմ էլ կապում ես։ Էլ բան չունեմ ասելու։ Այսքան։ Համ Մելիք Բեկյանից եք հիասթափված, համ Փաշինյանից։ Բոլորից։ Չգիտեմ ինչ է դա կապված, բայց ինքը պետք է ամոթ ունենա, պրոստը դուրս չգա գործի, հրաժարվի։ Շատ ամոթ է, խայտառակ պատմություն է։ Ես դաժե տելևիզորը անջատել եմ, մեծ ֆուտբոլի սիրար եմ, կեսից անջատել եմ, էլա։ Ուրեմն նախ Նիկոլ Փաշինյանը ինչ կապ ունի ֆուտբոլի հետ, առաջինը։ Նիկոլ Փաշինյանին մենք ընտրել ենք, որ երկիր ղեկավարի, ոչ թե ֆուտբոլ։ Ֆուտբոլը թող ղեկավարեն տրիներները, FIFA-ի նախագահան։ Մենք չենք ամբողջը բարձում Նիկոլ Փաշինյանին։ Կարակ բացատրեք։ Նախագահը պետք է հրաժարական տա, թե ոչ։ Մելիք Բեկյանը։ Հա։ Կարելի է։ Որտեվ Հայաստանի ֆուտբոլը շատ վաղուց կարելի ասել գոյություն չունի։ Չգիտեմ պատճառները, ես չեմ խորացել դրա մեջ, բայց ֆեդերացիայի նախագահան թող հրաժարվի, թող մարզիչը հրաժարվի, կամ կարևոր չի, բայց վաղուց Հայաստանում ֆուտբոլ գոյություն չունի։ Ուրեմն ամբողջ Հայաստանով հիմա այս նիկոլական իրավիճակով գալիս է այն մոմենտը, որ մենք անընդհատ պետքա պարտություն կրենք, անընդհատ պետքա զիջենք, նույնը ֆուտբոլը, նույնը հողերը, նույնը ամեն ինչը հայ ազգին սարքել են ռուսերեն ասեմ, էլի, նիже պլենդուսը։ Ու այդ տենդենսը, այդ ամեն ինչը կառավարական ինստիտուտներով գնում է, որ հայ ազգին, բայց հայերը աշխարհով մեկ այնքան մեծություններ ունեն, Ռուսաստանի խաչակնքելուց Աննա Թագուհին հայ էր, այդ ամեն ինչը հայը աշխարհում առանց հայի աշխարհ չկա, բայց այսօր այս դեբիլիզմը, այս 6 հատ կամ 8 հատ անասնակերները հայ ազգին սարքել են ես իմ ինչ, հայը որ ազգի մեջ ելնում է ինքը առաջինն է, ըլնի ռոք գրուպա, ըլնի ամեն ինչում հայը առաջինն է, բայց որպես պետություն հային սարքել են այդ շիրիշակից ներքև, էլի, տենց ասեմ։ Նիկոլ Փաշինյանը ոչ մեկ հրաժարականն չի պահանջի, քանի որ դրանք բոլոր իր մարդիկ են, ինքը հազի բոլորին տեղավորել է։ Իսկ այ խայտառակ պարտության մեջ դուք ում եք մեղադրում, ովքեր են մեղավորները։ Նրան ինչ մեղադրես, երբ որ մեր մոտ սպորտը մահանում է։ Ամեն ինչը գումարային հարցեր, առաջ քո երեխան գնում էր, անվճար էր, պարապում էր, սովորում էր, իսկ այսօր փող ունես, մարդ ես, փող չունես, չես ուտի, չես խմի, չես շնչի, ամեն ինչը գումարի վրա է։
է։